եք մտածում է ստեղծված մասին։ Ստեղծված իրավիճակը իրապես մեզ համար սա աղետալի ու խայտարակ իրավիճակ է, եւ դրա համար ես այսօր բարեկենդանի օրվա հետ սկսած, ինչպես եւ մենք լսեցինք քարոզը, իրականում առաջի հերթին խոսքս ուղղում եմ Նիկոլին, կոչ անելով, որ ապաշխարի, իրապես ապաշխարի, որովհետեւ մեղք կա։ Իշխանությունը փոխվելու է եւ իր հայադավ ու ազգադավ գործերը, քայլերը ի հայտ են գալու եւ հանրությունը տեսնելու է։ Եվ մեղք կա գոնե ապաշխարի, որովհետեւ օրհնություն դրանով կարող է բերի իր երեխեքին, փրկի իր հոգին։ Իսկ մենք բոլոր, մենք հայերս, պետք է գիտակցենք հետեւյալը, որ սա մեր վերջի պայքարի խրամատն է։ Անդեմ բոլոր նրանց, ովքեր դեմ են հայությանը եւ հայ ժողովրդին։ Որտեւ սա ոչ թե մենք անդիմադիր կամ դիմադիրի խնդիր է, այլ խնդիրը լինելու եւ չլինելու է։ Լինելու հայի լինելիության եւ չլինելիության։ Այդտեղ արդեն անդիմության խնդիր չկա։ Կա պայքարի, պայքարողի եւ չպայքարողի։ Ազատագրողի եւ չազատագրողի։ Ծնկի իշնողի թուրքի առաջ, խոնարհվողի եւ թուրքին հաղթողի։ Հանուն լինելիության եւ ապրելու, որտեվ հայը ագրեսոր չի եղել, հայը միշտ պաշտպանող է եղել եւ արժանի հակահարված տվող է եղել։ Եվ դա պետք է գիտակցել ու հասկանալ, որ պատերազմից եթե վախենում ես, ոչ մի բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց եթե դու պատերազմից վախենում ես ու քեզ քո երկրի ղեկավարը ոչ թե խրախուսում է, ոչ թե ոգևորում է, ոչ թե հակառակորդիդ, ով որ քո ազգի, քո ժողովրդի, քո սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ հայտնելով հաթաթայ անում, այլ դու իրեն զգուշացնում ես, որ մի արա, որտեվ կարող ես կորցնել, քո ժողովուրդը ոգևորվում է։ Երբ որ դու ասում ես ժողովուրդ, մենք եթե չգնանք, եթե մենք չլռենք, եթե մենք չզիջենք, եթե մենք չխնդրենք, ուրեմն մենք կկործանվենք ու դու անընդհատ ժողովրդին նսեմացնում, թուլացնում ու վախեցնում ես պատերազմով, որով վախեցնում է քեզ քո թշնամին, դու արդեն առաջնորդ չես այդ ազգի։ Եվ պետք է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը, երբ որ իրենք խոսում են վեհափառ տիրոջ մասին տարբեր բամբասանքներ, այդ ամենը կապ չունի ընդհանրապես իրենց ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրենք մի նպատակ են հետապնդում։ Մի մոռացեք, երբ որ իշխանությունը այսօրվա իշխանությունը կանգնեց ասեց Արցախը մերը չի, վեհափառ տերը միակն էր, ով ասեց, որ ես չեմ կարող մերվել Արցախի կորստի եւ իմ ժողովրդի այս վիճակի մասին։ Եվ դրանից հետո սկսվեցին վեհափառի նկատմամբ հետապնդումները ել ավելի ուժգին եւ ել ավելի հետեւողական։ Դրա համար կոչս իմ հայ ժողովրդին է, գիտակցեք, որ սա միակ մեր վերջին խրամատն է։ Եթե սա անկավ, մենք բոլորս կործանվելու ենք։ Եվ մենք հիմա ունենք լինելիության պայքար։ Եվ մենք միակ մեր հնարավոր ճանապարհն է, կանգնելով վեհափառ տիրոջ կողքին, կանգնելով մեր սրբության, սրբոց մայր տաճարում այստեղ կանգնելով, մենք պետք է կարողանանք գիտակցենք ու հասկանանք, որ մեր կյանքի գնով պետք է պատրաստենք պաշտպանելու, որովհետև դրանով իսկ մեր փրկությունն է, մեր ազգի փրկությունը։